Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, իմ հյուրն է Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը։ Բարև ձեզ, պարոն Մինասյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես, մի քանի թեմաներ ենք առանձնացրել։ Թերևս սկսենք այս թեմայից, ուշագրավ էր, քանի որ մի քանի ամսից 4 ամսից, մոտավորապես 4.5 ամսից ընտրություններ են սպասվում Հայաստանի Հանրապետությունում, ընդդիմությունը, իշխանությունը շատ անհանգիստ է ձեր տպավորությամբ, թե ոչ։ Ինքը ցնցումների մեջ է, դրա մասին իհարկե խոսենք դեռ։ Ցնցումների մեջ է, կարծում եմ։ Միանշանակ, եւ դա տարբեր դրսևորումներ է ունենում։ Նույնիսկ ազեն աշխով դա երևում է։ Շատ լավ, դե դեպքում ես ուզում եմ այդ հարցումներից խոսենք, բայց երևի քանի որ ասացիք դուք եք համաձայն որ ցնցումների մեջ է, ուրեմն երկու բան կարելի առանձնացնել։ Մեկը այսպես ասում է որ պայմանավորված են դրանով որ հարցումներ են անցկացրել եւ տեսնում են որ երիտասարդությունը բացարձակ չասեմ անտարբեր է, մի մասը ասում է շատ անտարբեր է եւ մյուս մասը բացարձակ չի ընդունում այս իշխանության եւ իրենք խնդիր ունեն երիտասարդության իրենց կողմ վերելու եւ այդպես տարօրինակ շարժումներ են անում։ Ես այդպես ասեմ տարօրինակ, դուք քանի որ շատ ավելի այսպես համակարգված եք խոսում, դուք կասեք թե այդ DJ-ությունը բան այդ ամեն ինչ է ելնից ներկայացնում դա եւ մյուս կողմից իրենք բարես բուն իմաստով վայրագ հարձակումները եւ գործողությունները հայ առաքելական եկեղեցու նկատմամբ շարունակվում են քաղաքական դաշտի նկատմամբ եւ նաեւ քաղաքական դաշտի նկատմամբ մենք ունենք իսկապես հետապնդումները շարունակվում են բանտերը լեփլեցուն են քաղբանտարկյալներով, մեր գործընկերներն են շարունակում մնալ բարես բուն իմաստով խոշտանգվում է, խոսքը վերաբերվում է հատկապես Նարեկ Սամսոնյանին եւ Վազգեն Սաղաթելյանին եւ նաեւ Գյումրու քաղաքապետին, ընտրված քաղաքապետին այսօր իմիջիայլոց արդարադատության նախարարը արձագանքել էր, հաստատել էր, որ մարդասպանության մեջ մեղադրվող անձը նույն խցում է գտնվում, որտեղ որ Վարդան Ղուկասյանը, որտեղ փաստաբանը աղաղակել էր, որ խոշտանգումը շարունակվում է, շատ նեղ խցում են պահում Վարդան Ղուկասյանին, այնտեղ գտնում են ինքը ընդհանրապես գիտեք, որ սրտի լուրջ խնդիրներ եւ այլ հիվանդություններ եւս ունի, իմիջիայլոց Եվրոպական դատարանը դիմել եւ այնտեղից արձագանք կա, եւ այդ խցում 3-ը ծխում են եւ հետո պարզվել էր, որ այնտեղ է գտնվում նաեւ գիտեք սպանության մեջ մեղադրվող Փարաքյալի համայնքապետի սպանության մեջ թաղապետի սպանության մեջ մեղադրվող անձը, սա դե գիտեք տարբեր ուղղություններով, այսինքն խոշտանգումները շարունակվում են, ել չեմ ասում որ Մկրտիչ սրբազաններ շատ ծանր էլի դաժան պայմաններում է գտնվում Մկրտիչ սրբազանը եւ գիտեք որ Միքայել Սրբազանն էլ երկար ժամանակ չէին թույլատրում որպեսզի գնա վիրահատություն տեղի ունենա։ Դուք ճիշտ եք, այո, այդ իմաստով եւ քաղաքական եւ հոգեոր այս խոշտանգումները շարունակվում են։ Եթե ցույց տաս ուղղակի ավելացնեմ, ես ենթադրում եմ դու էլ կասես, Բագրատ Սրբազանը գտնվում է այն խցում, որտեղ բոլշևիկները խեղտամահ են արել մեր Բագրատ կաթողիկոսին։ Պատկերացնեք սա ինչ է նշանակում։ Մի հատ էս կայսեր կար, չէ՞։ Դե եթե այդ խցումը նշանակում է այդ խցում նաև իմ Արշակ Սրբազանն է, Միքայել Սրբազանը, այսինքն մեր համակցում է այդ իմաստով տարել են։ Տեսեք, մի հատ կայսեր կար Լուի 11-րդն էր կարծեմ, որ իր բոլոր հակառակորդներին պահում էր բանտախցում եւ սովորությունն էր ամեն գիշեր գնում էր մոմը ձեռքին նայում էր թե այդ բանտախցում իր հակառակորդները գտնվում են թե չէ։ Գիտեք, սա ինչ որ հիվանդակին մի բան ունի այս մարդը եւ այդ հիվանդակին դրսեւորումները սրվում են հատկապես երբ որ ինքը զգում է որ վերջը մոտենում է իր անփառունակ վերջը, որը հետևանքն են վայրագությունների, որ ինքը կատարեց այս 7-8 տարիների ընթացքում։ Եվ դա վերաբերում է ոչ միայն քաղաքական դաշտին։ Ճիշտ է, դեռ մենք խոսենք այս քաղաքական դաշտի այս վերջի դրսևորումների մասին, որը իսկապես ֆանտազիայից դուրս է, բայց հոգեոր աշխարհի նկատմամբ իր վայրագությունները։ Այն ստոր նույնիսկ չեմ կարող ասել, այն ստոր վերաբերմունքը մեր թոշակառուների նկատմամբ։ Եվ այդ բոլորը ես չգիտեմ, համոզված եմ որ Չէ, պիտի խնդրեմ բացեք մի քիչ դա։ Կասեմ, բայց համոզված եմ որ այս բոլոր պատկերները իր գիշերը իր աչքին գալիս են, ու ինքը զգում է որ ինքը մոտենում է այն կետին, որտեղ պետք է բոլորի համար պատասխան տա։ Ես չգիտեմ այն աշխարհում ինքը ինչպեսի կյանք է ունենալ, բայց այստեղ այս կյանքում ինքը օրենքի տառին ու ոգուն համապատասխան պետք է պատասխան տա իր բոլոր արած չարագործությունների համար։ Բոլոր Այն 5000 տղաների համար պիտի պատասխան տա, 120,000 մեր հայրենակիցների համար պիտի պատասխան տա, մեր կորսված իր ձեռքով կորցրած Արցախի համար, այդ եկեղեցի բոլորի համար պատասխան է տալու։ Ու սա իրեն գցում է ցնցումների մեջ, ու սա բնական է։
Չարի վերջը սա է։ Եկել է իրավիճակ, երբ որ ինքը զգում է, որ այլևս ինքը խաբելու հնարավորություն չունի եւ գիտեք այն անլուրջ պետության ղեկավարի համար անլուրջ կարգավիճակը, որ ինքը այսօր ձեռք է բերել, դա հետևանք է իր անփառունակ անցած կյանքի։ Բայց ես եթե թույլ կտայեք կուզենայի սկսեի առաջի հերթին մեր թոշակառուներից, որովհետեւ Այո, Պարոն Մինասյան, թոշակառուները մոտավորապես 5.500.000, մի քիչ ավել, մի քիչ պակաս, պես թոշակառուներ ունենք։ Գիտեք, որ ինքը կարելի ասել նաև թոշակառուների ձայներով է ընտրվել, որ ինքը մեծ աջակցություն ուներ։ Դուք ունեք բացատրություն, ինչու է այսպես արհամարել, նվաստացնել թոշակառուներին եւ մենք ունենք օրինակներ, չէ՞, նախորդ նախագահների ժամանակ մի քանի անգամ թոշակը բարձրացել է։ Ինչու է այսպես վարվում եւ անգամ այդպիսի բանը ցինիկ վերաբերում, չէ, հանահայտարարություններ, դե 10.000 իրենք չգիտեն, մենք գիտենք քիչ առաջ երևի չեք էլ հասցրեց անոթանալ, արդարադատության նախարարը ասենց հեգնում է, ասում է, դե լավ, դե եկեք մենք 1 դրամ ստանանք, ինչ կա չկա, տանք թոշակառուներին։ Այս ասում է այն նախարարը, որ մի քանի միլիոն, 8 միլիոնի մասին է, 10 միլիոնի մասին է, ասենք պարգևավճար, ասում է, դե չգիտեմ այնտեղ, այսինքն միլիոններ այնքան սովորական բան է, անգամ չեն էլ իմանում մի քանի միլիոն այս կողմ, մի քանի միլիոն չի էլ, այնքան շատ ունեն, այնքան շատ անի մեջ չէ, չէ հետաքրքրում դա իրենց։ Ինչու այսպիսի վերաբերմունք, արդյոք իրենց դա այլևս պետք չէ, եթե այնտեղ թմբուկ է նվագում, իրան պատառոտում է երիտասարդության համար, բա թոշակառուները։ Աշդա շատ կարևոր հարց է, բայց տեսեք, մենք պետք է հասկանանք, որ այդ մարդիկ արդեն երիտասարդ չեն, արդեն առողջական խնդիրներ ունեն։ Միայն դեղերի վրա իրենց ծախսերը իրենց թոշակի համազոր գումարներ են եւ այդպիսի վերաբերմունք, ախր բոլոր ժամանակներում տարեցների նկատմամբ վերաբերմունքով գնահատվել է ցանկացած մարդ, կլինի սովորական քաղաքացի, թե իշխանավոր, ինչ է անում ինքը։ Էլի եմ ուզում ասեմ, սա կարող անի միայն մի մարդ, որը հաշվում է իր օրերը այդ աթոռի վրա, որտեղ գիտի, որ ասենք թե այդ աթոռից հետո ինքը այդ բոլոր իր չարագործությունների համար պատասխան է տալու։ Եվ այդ վերաբերմունքը այդ տարեց մարդկանց, ես կարծում եմ իսկապես կիրթ մարդու մոտ, դաստիարակված ընտանիքից դուրս եկած մարդու մոտ դու բացառվում է այդպես բան։ Դա փողոցից եկած մարդու կեցվածք է, փողոցից եկած ու փողոցին արժանի։ Ես կարծում եմ իր բոլոր մեղքերի հետ միասին մեր տարեցների նկատմամբ իր ստոր սադիստական վերաբերմունքը իսկապես հատուկ գնահատականի է արժանանալու, հատուկ։ Ես չգիտեմ ով ինչպես է վերաբերվում։ Ունեք բացատրություն, այդ ձայները պետք չեն։ Չէ, դրա մասին չի խոսքը, ինքը հասկանում է, որ հասկացանք սադիստական բաներ, բայց ձայները իրեն պետք չեն։ Ուրեմն ինքը ավելի էժան ձայներ կարող է բերել այն զանգվածից, որը իրան հլու հնազանդ է։ Այդ մարդկանց համար, բա իհարկե, այդ զանգվածի ձայները իր համար բավականին թանկ են եւ ինքը չի կարող, որտեղ իսկապես 5 միլիոն մարդ կա, այնտեղ չի կարող, ինքը կարող է ասենք թե 10,000 մարդու դարձնել իր մանկուրտը եւ դրանցով ավելի մեծ հարցեր լուծել։ Սա է, բայց եթե դեմ չեք նաեւ ասենք մեր հոգեվոր դասի նկատմամբ այդ վայրագություններին, որովհետև դա եւս չափազանց։ Բայց պարոն Մինասյան, ի՞նչն է խանգարում։ Ես հասկանում եմ, ամեն օր կրկնում եմ, որ աշխատող, արարող, երկիր պետություն ունեցող հետև մարդկանց համար իրենք համարել են, որ դա աշխատանք է, պիտի արվեր, դե ասենք պիտի կարողանի բյուջեից աշխատավարձ ստացում պիտի բարձրանա, թոշակը բնականաբար պիտի ընթացքում բարձրանա, այսինքն իրենք համարում են նորմալ նախկին իշխանությունները, չէ՞, բայց փաստորեն քանի որ դրա մասին չեն խոսել, չեն բարձրաձայնել, հիմա ստացվում է, որ բան չեն արել, ինչու է այսօր չներկայացնել, որ այս մարդիկ իզորու են եղել կրկնապատկել թոշակը 5 անգամ բարձրացնել, եւ եթե այս մարդիկ կարողացել են, ապա հաստատ իրենք կարող են եւ կան մարդիկ, որ գուցե իրենցից էլ լավ կարող են ալել, որ այս իմաստով Նիկոլը պատուհաս է առաջին հերթին թոշակառուների գլխին, ինչի չներկայացնել սա։ Դա ներկայացնում ենք եւ կարծում եմ այսօր դրա մասին խոսենք, որտեղ մեզ մոտ ստեղծվել է մի խճանկար ընտրազանգվածի, որի մասին մենք կարծում եմ շատ արժի որ այսօր խոսենք, բայց արի Անջելա, եթե հարմար է։ Այո, ես իսկապես ուզում եմ դրա մասին խոսեմ, որտեղ կարծում եմ մենք այստեղ մի ֆենոմենի հետ ենք հանդիպել, որը մենք արդեն մի անգամ անցել ենք 8 տարի առաջ։ Հիշում ես, երբ որ ինքը եկավ, գունավոր հեղափոխությունների դասագրքային ճշմարտությունը, երբ որ դրանք կարողանում են գալ իշխանության, իրանք առաջի հերթին վերացնում են բոլոր էլիտաները, բոլոր,
մշակութային ոլորտի, կրթական ոլորտի, գիտական ոլորտի, քաղաքական ոլորտի եւ դրանց մեջ կարևորագույնը հոգեվոր ոլորտին է։ Այդպես է եղել բոլոր գունավոր հեղափոխությունների արդյունքում։ Եվ ինքը դա արեց ըստ դասագրքային ճշմարտության իր տերերի թելադրանքի, բայց այդ նոր Հայաստան նոր հայրապետ շարժումը երբ որ հասավ շատ կոշտ դիմադրության, ինքը հասկացավ, որ գոնե այդ փուլում իր համար այդ խնդիրը լուծելի չի։ Ես տեսնում եմ, որ այսօր ինքը եւս մեկ անգամ ոնց որ ասում են ոտքը քարեն է առել, ինքը արդեն զգում է, որ չի կարող հաղթահարել այդ պատնեշը, եւ ես կարծում եմ իր համար կարծես թե ամենահարմարը իրավիճակը այսպես անորոշ թողելն է, որտեղ ամեն հաջորդ քայլում ինքը զգում է, որ ինքը մենակ է մնում։ Այս դեկտեմբերի 10-ը քանիսներ չեմ հիշում, երբ որ այդ խոսք եղավ, որ այդ թափթփուկները պետք է հարձակվեն վեհարանի վրա եւ այդ արարողությունը եղավ։ Եկեղեցում երբ ես տղաների հետ մոտենում էի, շատ կարևոր բան պետք է պատմեմ։ Իր այդ բաշիբոզուկները արդեն եկեղեցու կողքն էին, բայց իր կողմից բերած շատ մարդիկ, հարյուրավոր մարդիկ ամաչում էին փախել ծառերի տակ։ Ես էլ եմ այդտեղ եղել, այո։ Այո։ Ախր դա շատ կարևոր է։ Անհարմար է զգում այդ խեղճ ու կրակ մանկավարժներին բերելա, չգիտեմ այդ բաներին բերելա, դեղատվանը, ուժաշխատողներին, այն խեղճ մարզերից, գյուղերից, սենց անհարմար զգալով չեն էլ ուզում խոսել, չեն, ասում են մեզ շատ ավաղ տեսել ես այդ պատկերը, ես ուզում եի ներկայացնել ու նաև որ մեզ ավտոբուս մարդ ունի։ Բա այդ մարդիկ ասում են, այ մարդ լավ էս էլ կան։ Արա բայց այս մեկ էլ հո չեն կարանենք, մենք սատանա չենք։ Այդպիսի մարդիկ շատ կան, որ ասում են, լավ, մեղքի մեջ ենք, բայց սա անտանելի մեղք կա, սա սերունդների վրա գնացող մեղք կա։ Ինքը հասկանում է, այս ազգակործան պատուհասը հասկանում է, որ այս քայլը ինքը չի կարող անի։ Ինչ էլ անի այդ քայլը հնարավոր չէ, եւ ինքը փորձում է հետ կանգնել։ Բայց ես կարծում եմ, Անժելա, որ հիմա մեր եկեղեցին չպիտի այնպես վերաբերվի, ինչպես առաջի անգամ 8 տարի առաջ։ Ինքը պետք է ամեն գնով իրականացնի այդ կաթողիկոսների ժողովը, նույնիսկ եթե դա լինի հեռահար։ Մի մասի համար կլինի հեռահար, մի մասը այնտեղ կմասնակցեն։ Եվ դա ամբողջ աշխարհին ցույց կտա, թե ինչ պատուհաս է այստեղ իշխանության գլխին։ Ասում են ինքը կարող է անգամ ինտերնետ անջատի, Էդ էլ կանի, էդ էլ պետք է ցույց տալ։ Եվ ես կարծում եմ ամբողջ աշխարհը պետք է տեսնի, որ այնտեղ կան աթոռներ այդ կաթողիկոսների համար նախատեսված, եւ սա արգելել է դրանց գնալը։ Ախր աշխարհում տես բան չի եղել։ Այդպիսի բան եղել է բոլշևիկների ժամանակ, եղել է, երբ որ խեղտամահ են արել։ Նեոբոլշևիկների են։ Այո, բայց գունավոր հեղափոխությունները հենց նեոբոլշևիկյան հեղափոխություններ են, որևէ նոր բան չկա, անուններն է փոխում, էությունը մնում է նույնը։ Եվ այդ առումով ես կարծում եմ իսկապես մեր եկեղեցին իր համառությամբ, ժողովրդի մեջ իր հավատքով, ժողովրդի կողմից իր վերաբերմունքով ցույց տվեց, որ այս ազգակործան պատուհասը իմաստ չունի, որ այդ ճանապարհով գնա, գլուխը կոտրվելու է։ Եվ իրավիճակը, որ այսօր արկա է այս իշխանության եւ եկեղեցու դեմ հակամարտության բնագավառում, ես կարծում եմ իր վերջի սկիզբն է, բայց այնպիսի սկիզբ, որ արդեն ակնհայտ է, տեսանելի է։ Մենք խոսենք կարծում եմ նաեւ քաղաքական դաշտում այդ զարգացումների համար մասին, ոչ միայն ներսում, այլև դրսում։ Ես ենթադրում եմ, որ դերսից իր տերերը իրան ասել են այդ բաները մի արա։ Այդ ինչ ես անում։ Մեկը դու դա չես կարողանալու հաղթահարես։ Եվ տեսեք, տարբեր տեսակետ կա շատ կոնկրետ սա Ալիևի հրահանգն է, որովհետև պիտի ըստ իրեն ճանապարհը մաքրի միանշանակ, բայց նաև օրինակ ասենք թե այն բազմաթիվ եկեղեցական կառույցները այսօր էլ երեք էլ հայտարարություն տարածեցին, աջակցություն ակնհայտ է, որ նաև քաղաքական ենթատեքստ ունի իր մեջ եւ իրան իսկապես ասում են առաջ որ գնաց, իսկապես գլուխը ջարդելու ես։ Գլուխը խփելու ես այդ եկեղեցու պատերին ու ջարդվես, որտեղ այդ պատերին ջարդվել են բազմաթիվ ոսողների գլուխներ, հետ կանգնի։ Սա իսկապես ուրախություն է պատճառում եւ ողջունություն է տալիս։ Ես կարծում եմ նաեւ մեր հարությունը պիտի ողջորվի, որ սկսել է սրա նահանջը, ու շատ կարեւոր է, որ սկսել է նահանջը հենց եկեղեցու պատերի մոտ։
Ու սա պետք է բերի մեր ազատագրմանը, Բայց ոմանք ասում են ինքնախապեյություն է բացարձակ ճիշտ է, վարանում կա, ինքը դիմադրություն է տեսնում բան, բայց ինքը միևնույն է, քանի որ հրահանգը կա Ալիևի կողմից, ինքը համառորեն շարունակելու է, միևնույն է հասնելու է նպատակին։ Հիմա տեսեք, ասենք Մասյաձոտում արդեն կարողացել է պառակտել, ինչ տեղեր կա, որ չեն կարողանում պատարակ մատուցել, ի վերջո սենց բան վիճակի, չէ։ Տես, երբ 4 սրբազան կալանավորված են մնում։ Երբ ընթացքը սկսեց, ոչ մեկը չէր մտածում, որ իսկապես այդ ընթացքը ինքը կդանդաղեցնի։ Բայց այսօր մի իրավիճակ է, որ ծիծաղելի է, էլի, ինքը շաբաթը մի հատ եկեղեցի է գնում, ու բոլորի համար հասկանալ է ինքը գնում է ոչ թե Աստծո հետ շփվելու, որ կաթողիկոսյանը չտան։ Վերջ, պղծեմ ու գնա։ Բայց ոնց կարող է հավատից քիչ թե շատ հասկացող մարդ մտածի, որ այս մարդը գնում է եկեղեցի իր կերակրօրյա աղոթքանը ոչ թե Աստծո հետ շփվելու, այլ իր քաղաքական հակառակորդի նման նկատմամբ հաղթանակ տալու։ Դա հավատքից շատ հեռու բան է։ Եվ այն գնդերեսների նկատմամբ այս սանձարձակ ոտնձգությունը չէ, մեր ժողովուրդը իսկապես երևի նաև իր զարգացման պատմության ընթացքում բավականին բարդ իրավիճակներում բավականին ոչ այնքան դրական հատկություններ է ձեռք բերել, բայց գոնե եկեղեցու նկատմամբ կա խորքային հավատ, ոչ դրսևորվող շատ հաճախ, բայց խորքային ակնածանք, եւ դա մեր մեծերից մեկն է ասել, կարծեմ Աղայանն է ասել, որ մեր ժողովրդին պահողը լեզունա ու հավատքը, կարծում եմ չեմ սխալվում։ Իսկապես, բա որ հանկարծ մեր հավատքը մեր ժողովրդի չլներ, այս փյուրքը այսքան ժամանակ գոյատևեր, իհարկե չէր գոյատևի։ Եվ սրա դրսևորումը հենց այն է, ինչի մասին մենք խոսում ենք։ Եկեղեցու պատերին ջարդվեց եւս մի ոսոխի գլուխ։ Ու սա ուրախալի է։ Չի հաջողելու, այսինքն դուք վստահ եք, որ չի հաջողելու իրեն։ Միանշանակ չի հաջողելու։ Բայց այսպես շարունակել են փակված մնալ։ Ճիշտ ասած, ես երեք էլ ասեցի, երկրորդ նախագահը պետք է դիմադրեն, պետք է դիմակայեն այդ եկեղեցու հետ կեցվածքը դիմանալ եւ դիմակայել դարեր շարունակ իրան արտադրել։ Եվ տեսեք ի պատիվ օրինակ Շիրակի թեմը տեսեք, հոգեվոր առաջնորդին տարել են, բայց թեմը այդպես Արագածոտնի թեմա, այսինքն տեղեր կա, որ թեկուզ իրենց առաջնորդների թեմերի ղեկավարներին տարել են, բայց իրենք շարունակում են, բայց մյուս կողմից էլ ճիշտ է, որ ասում են եկեղեցին այսպես դիմադրում է ամուր կարծր, բայց ի վերջո իր զորքը մենք ենք, ժողովուրդն է։ Այսինքն այնպես չի, որ մենք թողնենք եկեղեցին, ինչի համար, նաև այդպես ուժեղին չի կարողացավ դիմել, դուք ասում եք այնտեղի, ես էլ եմ այնտեղ, որովհետև դուք տեսաք, ասենք ընդամենը կես ժամվա մեջ, 1 ժամվա ընթացքում ինչքան մարդ հավաքվեց եւ գնաց պաշտպանելու, երբ որ կար հարձակում եւ տիրադավներով գնացել էին եկեղեցու վրա։ Այդպես է եւ գիտես Անժելա, շատ մարդիկ իրանց մեջ գտնում են այդ ուժը, որը առաջ մտածում են, արա ես կանեմ այդ քայլը թե չէ։ Բայց եւ որ իսկապես խնդիրը որ հասական է դառնում, շատ շատերը գնում կանգնում են այն տեղում, որը նախանշված է իրանց համար։ Ու դա եւս ոգեորիչ է։ Ես համոզված եմ, որ այդ դրսևորումները մենք կտեսնենք նաեւ քաղաքական դաշտում։ Ես կարծում եմ հիմա դրա մասին խոսենք։ Այո, մենք հիմա դրա մասին խոսենք եւ դա որ հարցում են անցկացրել 31, ոնց է հարաբերակցությունը։ 33, որ այսօր Նիկոլը ունի այդ կամ աջակցություն, Սամվել Կարապետյանը գերազանցում է 34։ Եվ կարծես թե դեռ այսպես հրապարակային ինչ-որ մի բան նախ կալանավորված է շարունակում մնալ, փակված է, որտեղ տնային կալանքն էլ է կարան, գիտեք որ առողջական լուրջ խնդիրներ ունի եւ տեսակ թե ինչ հիստերիա, էդ էլ երևի նույն դրսևորումներից է, չէ՞։ Իհարկե հիստերիա, որ տա պիտի փակեն, այդ գիշերը ամբողջ գիշեր պահեցին, հետո առավոտյան որոշեցին որ շարունակի, չնայած երկկողմանի թոքաբոր բեր տանում եւ հիմա էլ շարունակում է բուժումները, ինչեւ է, դեռ այսպես ասած ինքը մենք չենք լսել, չէ՞ Սամվել Կարապետյանը, չկա, այդ առումով միայն մեզ հայտնի է Սամվել Կարապետյան, մեծ բարերար, որ մեծ բարերարություն արել եւ մարդ, որ մեկ նախադասություն հնչեցրեց եւ կանգնել է հայ առաքելական եկեղեցու կողքը։ Մենք առայժմ իր կերպարի հետ կապված դա գիտենք, իհարկե ձևավորվել է մի շարժում մեր ձևով շարժումը, բայց եկեք ընդունենք, որ ինչ էլ որ անեն, միևնույն է, այս ամեն ինչը գնում է պայմանավորված է Սամվել Կարապետյանի կերպարով, ճիշտ է, իր արած մեծ բարեգործությամբ։ Եվ անգամ ոչինչ չանելով կարողանում է այսպես արձանագրվում է, որ այս փուլում 4 ամիս առաջ ունի սա։ Ոնց է սա գնահատում։ Տեսեք Անժելա, նախ մի քիչ ձեր հետ
համաձայն չեմ, որտեվ այն 5 կետերը, որոնք իրենք ներկայացրել են, որ պետք է իրականացնեն, երբ որ կան իշխանության, արդեն դա ազդում է, կարծում եք։ միանշանակ։ Եվ ընդ որում ամենակարևորը, Անժելա, ինքը թիրախային է այդ 5 կետերը եւ ուղղված է հասարակության այն շերտին, որը վերջին բազմաթիվ տարիների հարցման արդյունքում դուրս էր մնում ակտիվ քաղաքական դաշտից։ Այնպես է ստացել պատմականորեն, որ այս հատկապես պատերազմից հետո այդ 44-օրյա մեր քաղաքական դաշտը ուներ բավականին ոչ ստանդարտ իրավիճակ։ Տես մի մասը ոչ մեծ հավանություն էր տալիս այսօրվա այս ազգակործան պատուհասին եւ նրա շրջապատում ծավալած փոքրականակ քաղաքական ուժի ներկայացուցիչներին մյուս մեծ զանգվածը դա արմատական ընդդիմությանը համակիրներն էին, որոնք այս 6-7 տարիների ընթացքում հետևական պայքար էին մղում այս ազգակործան պատուհասի քաղաքական ուժի դեմ եւ կար շատ ավելի մեծ մարդկանց քանակ, որոնք չէին հավանում ոչ այս ազգակործան պատուհասին, ոչ էլ արմատական ընդդիմությանը եւ իրենք չեզոք էին։ Բայց շատ էին բավականին մեծ 50%-ից ավել եւ ինչն է ամենակարևորը այդ մարդիկ փորձում էին կամ իրենց համար ավելի ընկալել էր խնդիրների լուծումը տնտեսական ու սոցիալական ճանապարհներով, այն բոլոր խնդիրները, որոնք առկա են մեր հասարակության մոտ այդ ճանապարհով։ Դա սովորական դասական մոտեցում է բավականին շատ տարածված հատկապես եվրոպական երկրներում, երբ որ սոցիալական ու տնտեսական խնդիրները դառնում են առաջնային քաղաքական զարգացումներում եւ այդ խնդիրները առաջ մղող քաղաքական ուժերը բավականին մեծ տոկոս են հավաքում ընտրություններում։ Մեր մոտ մի քիչ դեֆորմացիա էր, որտեղ իսկապես անվտանգային խնդիրները շատ կարևոր են, որտեղ եթե դու ձեր խնդիրները անվտանգային չեք լուծում, ընդհանրապես ոչ մի խնդիր չեք լուծի, ընդհանրապես որպես պետություն կվերանաք։ Բայց այդուհանդերձ այդ զանգվածի արկայությունը, որը չէր հավանում, ինչպես ես հայեցի, նու իրանց տերմինները ոչ հիներին, ոչ էլ նորերին, մնում էր առանց քաղաքական լուրջ ուժի օգնության։ Եվ այն մոտեցումը, որ ձևավորեց այս նոր շարժումը, մեր ձևով շարժումը, կարծում եմ ուսումնասիրել էր այս քաղաքական պատկերը եւ հենց դրա հիման վրա էլ իր տակտիկական քայլերը իրականացրեց։ Այն պատկերը, որ մենք տեսնում ենք, այս 33 եւ 34%-ը շատ բանի մասն են խոսում։ Առաջինը իմ համար դա շատ սպասված էր, որ իսկապես այդքան մեծ եւ արագընթաց աճ պետք է ունենար Սամվել Կարապետյանի կողմից ղեկավարող շարժումը, շուտով նա կձևավորվի որպես քաղաքական ուժ եւ ես կարծում եմ շատ էական դրական ազդեցություն կունենա ընտրական գործընթացներում, բայց տեսեք, այստեղ շատ կարևոր մի բան կա։ Եվս 33% բացակայում են։ Այն հիմա մենք պետք է հասկանանք, այդ որ 33%-ն են, որովհետեւ 100%-ից ընդամենը 67-ն են այստեղ ներկա։ Այդ 33%-ը այն երկրորդ բլոկն էր, որի մասին ես ասացի։ Առաջի բլոկը ազգակործան պատուհասի բլոկն էր, երրորդ բլոկը Սամվել Կարապետյանի եւ երկրորդ բլոկը արմատական ընդդիմության բլոկն էր։ Եվ ես ենթադրում եմ, որ իսկապես այն մարդիկ, ովքեր որ ձայն չեն տվել եւ ազգակործան պատուհասին եւ Սամվել Կարապետյանին, իրենք հենց այն ընտրազանգվածն են, որը այս 7-8 տարիների ընթացքում եղել է հավատարիմ բարիկադների վրա ու պայքարել է մեր հետ միասին այս ազգակործան պատուհասի դեմ։ Ինչու է սա շատ կարևոր։ Իրենք վատ վիճակի մեջ, ծանր վիճակի մեջ չեն հայտնվի, տեսեք, այդ ցանկացը, որ դուք ասում եք, ընդունենք, չգիտեմ, 20% է, 30% է, իրենք գնացել են ազգային ուժի հետևից։ Ուժերի, այո։ Ազգային ուժեր, դա նշանակում է նախագահներ, երկրորդ նախագահ, երրորդ նախագահ, հայ հեղափոխական դաշնակցություն, ճիշտ է։ Ահա, այս ուժերն են, որ մարդիկ, որ հաղթող նախագահներ, ում հետ պայմանավորված է առաջին հերթին մեր անվտանգությունը։ Անվտանգության երաշխավորներն են եղել։ Հիմա այս 7 տարիներին բարիկադի վրա գտնվող ուժեր։ Այո, հիմա տեսեք, Սամվել Կարապետյանը ինքը այսպես թե այնպես ինքը ասոցիատիվ էլի ընկալվում է ազգային
թև, ահա, ընկալվում է ազգային թև, ինքը ընկալվում է ազգային թև, պլյուս սոցիալական հարցեր լուծող մարդ։ Ես քիչ առաջ դրա մասին ասեցի, նախորդ նախագահներ, որ այդ սոցիալական հարցերը լուծել են, իրենք սխալ էին համարում, որ այն փուլում, այն պահին, երբ որ Հայաստանի անվտանգության հարցն է, Արցախի կործանման հարցն է, Արցախը շրջափակված է, սոցիալական հարցերի մասին խոսել։ Հիմա շատ ավելի վտանգավոր բանի առջև են կանգնած, եւ սոցիալական բանով գնացող այդ շերտը իրենց հետևից չէր գնում։ Հիմա այս մասը գնում է նաեւ Սամվել Կարապետյանի հետևից։ Մարդիկ, որոնք տեսնում են, որ եւ կա, այսինքն ըստ էության շատ մեծ տարբերություն չկա իր ազգային գաղափարախոսության, սոցիալական հարցերը լուծելու կամայնության Սամվել Կարապետյանի եւ ազգային ուժերի միջեւ չկա մեծ հաշվով։ Բայց կա տարբերություն նրանց ընտրազանգվածների մեջ։ Դու ճիշտ ես այդ մարդկանց մեջ նպատակի առումով, որտեղ Բայց մեր նման մարդիկ ում են ընտրելու։ Մենք տեսնում ենք, որ եւ իրենք են ազգային ուժեր եւ մենք հիմա չենք տեսել ենք այդ ազգային ուժերը 20 տարի գործ են արել։ Եվ այստեղ տեսնում ենք Սամվել Կարապետյան եւս ազգային է եւ վստահ գործ է անելու։ Մեր համար դժվար է լինելու։ Հիմա չի, տեսնում մի ասա, շատ հեշտ է լինելու։ Այն ուժերը, որոնց մասին մենք խոսում ենք, որոնք իսկապես բարիկադի վրա են եղել, նրանք պին մարդիկ են, նրանք չեն փոխի իրաց տեսակետը։ Իդեպ ես քեզ մի բան ասեմ, այս 3 Չէ, ձայների փոշիացում չի գնա, դրա մասին եմ ասում։ Այս 3 ընտրազանգվածը, որ ես նկարագրեցի, դրանցից ոչ մեկից, ոչ մի ուրիշ տեղ մեծ դժվարությամբ եմ ես պատկերացնում, որ մարդ կգնա։ Ոչ, այն մանկուրտները կմնան այնտեղ, այս բարիկադի վրա 7 տարի եղած ընտրազանգվածը կմնա այստեղ, անկասկած կմնա այստեղ, եւ այն մարդիկ, որոնք նորմալ հայ մարդիկ են, սակայն խնդիրների լուծումը տեսնում են ճիշտ այնպես ինչպես աշխարհի բոլոր երկրներում, տնտեսական ու սոցիալական ճանապարհով կհայտնվեն այս 34%-ի Շատ լավ, եկեք մի քիչ թվաբանություն անենք, ասում ենք 34%, Սամվել Կարապետյան 34%, պայմանական չի բացառում, որ այս 34%-ը շատ ավելի լինի, ճիշտ է։ Անկասկած մեծանալու։ Ահա, հիմա գնում ենք, ասենք թե հանրապետականը քանի դե լավ չի որոշել։ Ասենք հայտարարություններ կա եղել է հայեղապական։ Ես կասեմ, այստեղ գրի ազգային արմատական ընդդիմություն։ Չէ, շատ ավելի կոնկրետ ենք ասում։ Հայտարարություն եղել է, որ կմասնակցեն բանով երկրորդ նախագահի կողմից Ռոբերտ Քոչարյան եւ ՀՅԴ։ Ահա ասենք, չգիտեմ, քանի տոկոս, այստեղ պայմանական 7, չէ, եթե մենք այսպես գնում ենք, հետո գալիս է Գագիկ Ծառուկյան ինչ որ դաշինքով, եւս ընդունենք 7% կամ 9%, հետո գալիս է Արթուր Վանեցյան հանրապետական 7%, չգիտեմ, ինչքան կամ 4%, հետո գալիս է, չէ, բայց եթե այս ուժերը առանձին գնան, չես ումից լսես։ Չէ, հարցը ստանալ, Արոն Մինասյան, եթե այս ուժերը առանձին գնան եւ ամեն մեկը տանի այսքան ձայն, 4 բլոկ կլինի, 5 կլինի, արդյոք չի փոշիանա եւ վերջում այս ձայները Նիկոլ հավաքի 50, չգիտեմ, ինչքան եւ փոշիանա։ Ինձ ուշադիր։ Այսօր այդ օրը չի։ Դե շատ հեռու ենք դրանից։ Մենք պետք է, բայց դրա մեջ ասում եմ, պետք է բլոկներով խոսանք։ Առաջի բլոկը ազգակործանի բլոկն է, երկրորդը արմատական ընդդիմադիր բլոկը եւ երրորդը, ինչպես ես ասացի, այն մարդիկ, որոնք բնականաբար բոլոր խնդիրների լուծումը տեսնում են տնտեսական եւ Բայց մենք կարողանալու ենք այս երկու բլոկները միասնական գնալ։ Արդյոք այստեղից չի լինի մի քանի եւ այդ ամբողջ ձայները չի բաժանվի։ Երբ որ մենք բլոկների մասին ենք խոսում, այդ խնդիրը չկա այսօր։ Մենք խոսում ենք բլոկների մասին եւ թույլ շարունակեմ։ Հիմա տես, այս երկրորդ եւ երրորդի բլոկի առանձնահատկությունն է, որ նրանց նպատակը մեկն է՝ ազգակործանին հեռացնելը։ Երկրորդ եւ երրորդ բլոկի գեր նպատակը մեկն է, ճանապարհներն են տարբեր։ Եվ սա խոսում է այն մասին, որ անխուսափելիորեն այս երկու բլոկի ներկայացուցիչները իրենց ջանքերը համատեղելու են խորհրդանում, անկախ նրանից, թե առաջի բլոկը քանի տոկոս կհավաքի։ Սա էր այն հիմնական թեզը, որ ես ուզում էի ներկայացնել, որտեղ իսկապես, եթե մեկը ինձ հարցներ, իսկ 1 տարի առաջ այսպիսի իրավիճակ կար մեր քաղաքական դաշտում, իհարկե չկար։ Հստակություն մտցրեց Սամվել Կարապետյանը։ Միանշանակ, որովհետև ինքը կարողացավ այն երրորդ բլոկի ներկայացուցիչները, որոնք տարբեր պատճառներով օբյեկտիվ թե սուբյեկտիվ չեմ ուզում քննարկեմ, չեն հավանում ոչ ազգակործանի գործունեությունը, ոչ էլ արմատական ընդդիմության գործունեությունը, դա կարևոր չի այս պարագայում։ Իրենք տեսնում են իրենց առաջնորդին եւ այդ առաջնորդը իսկապես լուծելու է այն խնդիրը, որը մինչև այսօր որևէ քաղաքական ուժ տարբեր պատճառներով խոսեցինք այդ պատճառների մասին
Ձերքերը չէին ասում, որ այդ խնդիրը լուծի։ Դուք ասում եք հիմա ժամանակը չէ խոսել նրա մասին, որ կարող են առանձին գնալ եւ այսպես ասած փոշիան այդ ձայները։ Ինչի դրա ժամանակը չի։ Ինչ է որտեվ յուրաքանչյուր խնդիր պետք է հասունանա լուծման համար։ Այդ խնդիրը դեռ չի հասունացել։ Այն ինչ որ հայտարարություններ, բաներ կա մենք տեսնում ենք, հիմա արդեն առանձին պարոն Թաթոյան ինչ որ առանձին արդեն շտաբներ է բացում տարբեր տեղեր, պարոն Վանեցյանը առանձին բացում է, ոնց որ թե ապագայում մոտ ապագայում պարոն Ծառուկյանը եւս կսկսի այդ գործունեությունը, ասում է որ արդեն Հայ-Հեղափական Դաշնակցությունը եւ երկրորդ նախագահի թիմը սկսել են աշխատել այդ ուղղությամբ, Սամվել Կարապետյան, դուք հենց տեսեք արդեն քանի ուղղություններ։ Անջելա, ավելի լավ է մենք ընդհանուր խոսենք եւ ընդհանուր հետեւյալն է։ Շատ ուրախ կլինի որ ընդհանուր խոսենք, ցավոք սրտի առայժմ մենք տեսնում ենք այդպիսի պատկեր։ Անջելա, թույլ խոսեմ։ Խնդիրը հետեւյալն է, եթե քաղաքական ուժը չունի ռեալ գնահատական, որ ինքը կարող է հավաքել 4%-ի արգելքը, շատ ճիշտ կլինի, որ ինքը չմասնակցի ընտրություններին։ Շատ ճիշտ կլինի։ Ես որևէ մեկի անունը չեմ ուզում տամ։ Միաժամանակ, եթե հնարավոր է, ինքը շատ լավ կլինի, որպեսզի բլոկի մեջ մտնի այլ քաղաքական ուժերի հետ եւ այդ ճանապարհով իր ներդրումը բերի այս ընդհանուր գործին։ Եթե ուժերը մասնակցեն ու հավաքեն 1, 2, 3%, իսկապես այդ իրենց ընտրազանգվածը կփոշիացնի այն հնարավորությունը, որը իսկապես կարող է ապատայի հետագայում ճակատագրական լինել։ Բայց ես կարծում եմ, որ դրա ընթացքը շատ օբյեկտիվ ձևով 2-3 ամիսների ընթացքում կբերի այն բյուրեղացմանը, որտեղ այդ բյուրեղացված հիմնական կենտրոնները իրենց շուրջ կհավաքեն իրենց նման քաղաքական ուժերի։ Հիմա դուք բացառում եք, որ այսպես միասնական մեծ ճակատ կլինի հեռացնել այս դավաճան իշխանությունները։ Իհարկե չեմ բացառում, ես համոզված եմ, որ հենց այդպես էլ կլինի։ Այդպես կլինի։ Միանշանակ անկախ նրանից թե ինչպեսին կլինի նախընտրականը, հետընտրական գործընթացը հենց այդպես էլ կլինի, չեմ կասկածում։ Դա ասում են իլյուզիայի ժանրից է, որ մտածենք հետընտրականում, սա կլինի, նա կլինի, իշխանությունում ձեռքին լինում է, ինքը կարողանա։ Հետընտրական նկատի ունեմ խորհրդարան։ Նկատի ունեք խորհրդարան, այսինքն երբ որ հաղթեն գնան խորհրդարան, ընդդիմությունը Միանշանակ, դա արդեն այս թվերը, որ ինչ որ բան փոխվել է, պարոն Մինասյան, հայտնի լոզունգ է, իշխանությունները մեր նման երկրներում ընտրություններում հաղթում են նրանք, ովքեր որ ընտրությունն են կազմակերպում եւ անցկացնում։ Ինչ այնքան շնորհակալ եմ այդ հարցի համար։ Խնդրեմ։ Շատ շնորհակալ եմ։ Դրա համար մենք մնում ենք այն տեսակետին, որը վաղուց ի վեր հռչակել ենք։ Impeachment-ը ամենաիրական ճանապարհն է այս խնդիրը լուծելու։ Դե տեսակ որ դա շատ ծիծաղելի բանի վերածվեց, երբ որ դուք հայտարարեցիք եւ ասում էիք որ մեզ չի աջակցելու եւ Հայաստան Դաշինքը ստորագրեց բերեց, տվեց դուք հայտնվեցիք շատ ծիծաղելի վիճակում։ Այժմ ես կարծում եմ քո ասածներն ծիծաղելի Դե փաստեր բերեցին, չէ՞ ստորագրեցին բերեցին։ Այսինքն դա շատ արդեն պարավաս թեմա է։ Impeachment-ը արդեն պարավաս թեմա է, պարոն։ Ուրեմն ֆիքսենք որ քո ասածը ծիծաղելի ու անցնենք։ Լավ, անցանք առաջ։ Որտեւ այդ գործընթացը պահանջում է որոշակի քանակ եւ այդ քանակը դեռևս չկա։ Երբ որպեսզի մենք մտնենք իսկապես վճռական փուլ, մեզ պետք է առնվազն 50%-ից ավել ձայներ, որովհետեւ երբեք չի կարելի սկսել մի բան, որը թույլ չի տալիս հասնել հաջողության։ Եվ այդ տեսակետից զարգացումները անկանխատեսելի են լինում, շատ հաճախ են լինում անկանխատեսելի, եւ մենք գտնում ենք, որ նույնիսկ մինչեւ ընտրությունների նախորդ օրը հնարավոր է որպեսզի մենք իրականացնենք։ Ոնց է մի հոգի չկարողացաք այն կողմից գա այս կողմ, մի անուն չտվեցիք, որ ԿՊ-ից կարող է գալ քվեարկել, եւ դուք 50%-ի մասին եք խոսում, ավելին իրեն կարողացան հասնել նրան, Գեգամ Նազարյանը գնաց, Պատիվ ունեմից բանը, Իշխան Զաքարյանը գնաց։ Իրենց մոտ ստացվել է, չէ՞, բայց ընդդիմության ով է եկել ընդդիմության շարքը։ Դու խոսում ես անցյալ կատարյալով, ապա հենց հիմա էլ եմ, հենց հիմա ինչ հույս ունեք որ մի օրինակ ունեք։ Բացատրում եմ հերթական անգամ։ Դու խոսում ես անցյալ կատարյալով ապառնի մասին, դա ընդունելի է։ Ահա, ասեք, դե լավ։ Ապագայի հետ կապված ասեք։ Ասում եմ, չի բացառում որ լինեն գործընթացներ, որը մեզ բերի այնպիսի հաջողության, որ հետո դու զգաս որ սխալ ես ասել։ Եվ մենք չենք նահանջելու այդ ճանապարհից։ Դա մեր գործիքակազմը եւ այդ գործիքակազմը մնում է մեր ձեռքում։ Չի ստացվի։ Ընտրությունը կա ու կա։
Արդեն չի ստացվել, ընդունեք, որ արդեն չի ստացվել։ Կարելի է այս գլխից ընդունել, որ մարդիկ ասում են, չէ, որ չի ընդունվել, որտեղ մեկ հոգի չէի կարողանալու ԿՊ-ից բերել եւ դրանով քաղաքական դաշտը լցնել եւ թիրախում վերցնել այդ ուժերին։ Ես փաստ եմ արձանագրում, որ ինչ է եղել դա։ Այո, դու չես կարող 3 ամսվա հետո մասին խոսած, ասես ես խոսում եմ հետևի 3 ամսների մասին, ինչի մասին դուք ասում եք։ Անցյալի մասին էլ եմ խոսում, դե շատ ապագայի հետ կապված շատ բաներ հենվում են անցյալի վրա, չէ՞ որ ասում են ինչ տրամաբանական բան կա։ Դու պետք է ասել, որ մինչև հիմա ձեզ չի հաջողվել, այդ ես ասում։ Դե բան չմնաց արդյոք։ Պետք է ասել, այո, մինչև հիմա չի հաջողվել։ Դե քանի որ որևէ նախադրյալ չկա եւ բան չկա, որ ինչ որ մի ԿՊ-ից մեկը կարող անցնել, կարող եմ կասկած հայտնել այդ գործընթացը առնվազն կասկած։ Եթե ոչ պնդում։ Սանձարձակությունները մեր եկեղեցու նկատմամբ ոչ մեկը չէր կարող ասել, որ այսպես պետք է կանի։ Իր բոլոր խորհրդատուները կանխատեսում էին շռնդալից հաղթանակ եկեղեցու նկատմամբ, չէ՞։ Չեղավ։ Նույնն դե ինչ եմ ասում։ Գուցե զգուշացրել են իրեն, գուցե զգուշացրել են ինքը դրա համար այն ժամանակ մեկ եկեղեցի բան հետ կանգնեց։ Իսկ հիմա գուցե տերերը շատ ավելի բան են, թուրքերն ասում են, չէ, պետք է գնաս միջև վերջ։ Եվ սխալվեցին։ Տերերն էլ ինքն էլ սխալվեցին, կարող է դու էլ սխալվես։ Այդպես։ Չեմ սխալվելու, որովհետև որևէ հիմք չկա դրա համար։ Որևէ հիմք չկա, դե միրատերներն մտածում են, որ որևէ հիմք չկա։ Չէին մտածում, ասում էին փորձի գուցե կհաջողի։ Այն ժամանակ ասեցին փորձի, տեսան չէ, հետ կանգնեցին։ Ասում են փորձի կտեսեք, հիմա դուք փորձել եք, չէր ստացվել, կարելի ասել դե մա չստացեց, ամոթ բան չկա դրա մեջ։ Ուրեմն երբեք չի կարելի կես ճանապարհից հետ կանգնել, որովհետև մենք այն ճանապարհը, որը բռնել ենք, իր ընթացքով մեծ պլյուսներ է բերում։ Ամենայն դեպս շատ մեծ մինուս չի, որ ասեք ինչ որ ճանապարհով գնում էինք եւ ձախողեցին չստացեց։ Այդ մեծ հայտարարություն չի, քաղաքականության մեջ կարելի է։ Այո, դուք մի ասա ինչ պիտի անենք, էլի։ Ես ասում եմ, դուք ասում եք սա, ես էլ ասում եմ, ասում եք, ոչ չեք ասում, անդադա եք ինձ հուշում, այսպես արեք, այնպես արեք, այսպես ասա։ Դուք ասում եք, չէ՞։ Այո, բայց քաղաքականությունը մի քիչ ուրիշ գործ է։ Շատ լավ, եւ սոցիալական հարցերի հետ կապված այլ ասեմ եւ Իրանի մեր հարևան երկրին կանդրադառնանք, նորից եմ ուզում գալ այդ թեմային, բարեբախտաբար հիմա մեր ձևով հասկացել եւ ճիշտ այդ ուղղությամբ է գնում թոշակառուների հարցը հասկանալը, որ 500,000 ձայն կա, ինչն է խանգարում, որ ուժերը շատ ավելի հստակ ասեն, չվախենան, մարդիկ որ արել են դա ասեն, մենք գալու ենք եւ կրկնապատկելու ենք թոշակը։ Դա այնքան իրատեսական է, հատկապես գործարած մարդկանց եւ երկիր ղեկավարած մարդկանց համար, ովքեր արել են դա։ Թերևս ճիշտ է։ Չասեք էլի պոպուլիզմ, այս մարդը պոպուլիզմով երկիրը կործանեց։ Չէ, աշլա, տես։ Թերևս ճիշտ է, բայց այդուհանդերձ մեր ընտրազանգվածի մոտ այս 7 տարիների ընթացքում մենք կերպար ենք կերտել։ Այդ կերպարը փոխելը հեշտ չի մի օրում։ Մենք անվտանգությունը ամեն ինչից ավելի բարձր եւ այլն չեմ ուզում մեզ դրական էպիթետներով գոհամ, մենք այդ ուժն ենք։ Նույնիսկ շատ մարդիկ, ովքեր ասենք թե իրենց նախորդ գործունեության աժլամին թատել աշխատավարձը քանի անգամ է բարձրացել։ Պետք է թողից ես խոսեմ։ Ուրիշ լավ բան եմ ասում ձեր համար։ Աշխատավարձը քանի անգամ է խոսեմ։ Ոչ լավ ասա, ոչ էլ վատը, թույլ տուր խոսեմ։ Ես եմ վարում հաղորդում, պարոնացիան խնդրեմ։ Ես եմ կարող չկա։ Լավ, դուք եք որոշում։ Ես եմ որոշելու։ Հիմա տես, նույնիսկ այն ժամանակ, երբ որ մենք անցանք այս ճանապարհին, շատ մարդիկ, որոնք իրենց ասենք թե նախորդ գործունեության ընթացքում տնտեսական ոլորտով են զբաղվում, իրենք ասին, այս իրավիճակում ես այդ ոլորտով չեմ կարող զբաղվել, որտեղ իմ ազգի պետության անվտանգության հարցն էր, ու թողեցին ու եկան այս ոլորտով զբաղեցին, որտեղ այդտեղ էին տեսնում հիմնական խնդիրը։ Հիմա էլ այդ տեղը եւ այ դու որ ասում ես, իսկ կլինի, բայց չի ընկալվի։ Ձեզ ընդհանրում չի ընկալի։ Այդ ոնց է, եկել են թոշակառուների մասին խոսում են, սոցիալական հարցերի մասին խոսում են, մարդիկ ձայն են ստանում, ձեր մոտ դեռ չի հասունացել այն, որ սոցիալական հարցը ինչքան կարևոր է։ Իհարկե հասունացել այդ հարցը, բայց մենք ունենք մեկը, որը հենց այդ գործը իդեալական է անում։ Ո՞վ է։ Դա Սամվել Կարապետյանի թիմն է։ Ես նորից կարամ քեզ կրկնեմ, թե այս թիմի արկայությունը այդ դաշտում ինչքան պահանջարկված էր եւ ինչքան բնական էր։ Եվ երբ որ ինքը այդ գործը անում է, մեր ընդհանուր գործը այս ազգակործային հեռացնելու համար շատ ավելի Այսինքն Սամվել Կարապետյանը բարեգործություն, աշխատատեղեր, երկրի անվտանգություն, ինքը պետք է երկրի անվտանգությունից չխոսի, դա ձերն է, հա?
Ո՞վ ասում չի։ Դե բա ասում եք այդ ինքը այդ թեման շատ լավ է անում։ Այժմ Հիմա լավ։ դուք անվտանգության Բայց հարցը, եթե դուք անվտանգության սկզբից դի Պարոն Մինասյան, եթե անվտանգության հարցը դուք լավ եք անում, Սամվել կա Կարապետյանը ընտրազանգված, որը գերակայություն ունի, ամեն մարդը ամեն բանի մասին իրան դու կարաս իր հետ աշխատես, եթե այս թեմայով ես աշխատում։ Հիմա այդ ընտրազանգվածը 7 տարիների ընթացքում ձևավորվել է։ Սա ընդունում ես, կամ ընդունում ես կամ չէ։ Իրանք մեզ ձայն չէին տալիս, դա ընդունում ես, դա օբյեկտիվ է։ Մենք ունենք ընտրազանգված, որը մեզ էր ձեն տալիս, երբ որ մենք չէինք խոսում սոցիալական հարցերի մասին, այլ անվտանգության։ Դա էլ ես ընդունում։ Դա էլ ես ընդունում։ Կար մի հատ մանկուկների ընտրազանգված, որ այս մարդը երեխայի ուտեր իրան են ձեն տալի։ Այս ընտրազանգվածները չեն փոխվելու։ 8 տարի ձևավորվել է, 3 ամսում չեն փոխվելու։ Դա ընդունում ես։ Ոչ, կարող են փոխվել։ Լավ, ուրեմն դու շատ լավ։ 8 տարի ապրես կեցես։ Հիմա թոշակառները ո՞նց են հիասթափվել։ Լավ է, շատ լավ է։ Չսպասեք, թոշակառները հիասթափվել են թե ոչ։ 8 տարվա ընթացքում հիասթափվել են։ 3 Այսինքն կարող է չես փոխի փոխվել դրան։ Ես ասում եմ, որ այն ինչ որ 8 տարվա ընթացքում ձևավորվել է, 3 տարվա ընթացքում չես փոխի։ Եվ պետք է չի փոխել։ Պարոն Մինասյան, Նիկոլ Փաշինյանի վերջին ամիսների գործողությունների հետևանքով արդյունք չասեմ, էլի դա արդյունք չի, կամ արդյունք է այն իմաստով երկրի համար։ Բազմաթիվ թոշակառուներ, առողջապահության համակարգի աշխատողներ, չգիտեմ, սոցիալական ոլորտի մի շարք աշխատողներ հիասթափվել են եւ բան է փոխվել։ Հիմա ո՞նց կարող եք ասել բան չի փոխվել, ընդամենը մի քանի ամսվա ընթացքում։ Չես ուզում լսես։ Այն ընտրազանգվածը, որի մասին ես ասում եմ, ինքը այնտեղ է, ինքը իր առաջնորդը Փառք Աստծո արդեն ունի։ Պետք չի որ այս մարդիկ ովքեր աշխատում են այս ընդդիմադիր ընտրազանգվածի վրա, մեկ էլ գնան նրանց վրա աշխատեն, նրանք էլ գաս դրա ոչ, ամեն մեկը պետք է աշխատի իր ընտրազանգվածի վրա եւ այս մեծ 50% ընտրազանգվածը եւ այս մեր ընդդիմադիր ընտրազանգվածը նույն խնդիրն են լուծելու։ Պետք չի որ մեկը գնա կոպիտ ասեմ, ընդեղից ձայն փախցնի, սա էլ գաս տեղից փախցնի։ Երկուսը կտապալեն իրենց գործը։ Ակնհայտ բաներ եմ ասում։ Սա նշանակում է, որ այնուամենայնիվ դի առանձին գնալ բլոկներով, որտեղ դուք ասում եք այս ֆունկցիան սրա վրա է, այն ֆունկցիան նրա վրա է, այո։ Իհարկե, եթե հանկարծ միավորվեն, երկուսը ձեն կկորցնեն։ Դա ձեր կարծիքն է, թե հանրապետական Ոչ, իմ կարծիքը չի, սա իմ համոզմունքն է։ Ձեր համոզմունքն է, որտեղ առանձին գնալ։ Մեկ ճակատով, չէ, հետո միանան ընտրություններից հետո։ Իհարկե։ Իհարկե։ Այլևս չի աշխատելու, այն ոնց որ նախորդ ընտրությունների ժամանակ մեծ հաշվով մեծ հիմնական ճակատ կար իդեմս երկրորդ նախագահի։ Հիմա այդպես իդեմս Սամվել Կարապետյանի չի աշխատի դա։ Հենց որ դու ասում ես ճակատ, իհարկե։ Այսինքն կարելի է մի հատ պլատֆորմ են ասում, հայերեն ճակատ, որ ասենք թե այս պլատֆորմի ընդհանուր բաները որն են, այնտեղ կարելի է գրել միատող, անկախ նրանից թե որը ինչ խնդիրներ է լուծում, ինչ սոցիալական հենք ունի, ինչ գերակայություններ ունի, ինչ ընտրազանգվածը կարելի մի տող գրել, առանց Նիկոլ Հայաստան, եւ այդտեղ բոլորը արդեն կմտնեն այդ ճակատի մեջ, սակայն դա դաշինք բնականաբար չի կարող, հենց որ դաշինք կազմես ամեն ինչ կփչացնես։ Շատ լավ, այս հարցի հետ կապված մի գրառում կա մեր հետևորդների կողմից ձեռք են առնում մեզ։ Ես Մարգարիտ Եսայանը ասում էր 20 հոգի դրանցից կան, ԿՊ-ից կան, բա ուր են իրականում մի բան էր պետք իրենց Հայաստան դաշինքին ստորագրությունները չէին սպասում, որ կտան ու կանգնեցին փաստի առաջ հանրապետականները կամ պատիվ ունեմը։ Եթե նորից ասես ուշադիր չէի նորից ասա, ինչ։ Ձերք էի կառնում, ուրեմն Մարգարիտ Եսայանը ամենայն հավանականությամբ պատիվ ունեմի նկատի ունի։ Մարգարիտ Եսայանը ասում էր 20 հոգի ԿՊ-ից դրանցից կան, որ կստորագրեն, բա ուր են իրականում մի բան էր պետք իրենց։ Հայաստան դաշինքի ստորագրությունները չէին սպասում, որ կտան ու դրանից հետո կանգնեցին փաստի առաջ, սա արդեն պատիվ ունեմին է վերաբերվում։ Որ չէինք սպասում որ հանրապետականը կստորագրի, որ ասում է դուք մեծ ասում եք 20 ստորագրություն կա ԿՊ-ից կգա, տեսակ որ չկա ստորագրություն։ 20 ստորագրության մասին։ Ուրեմն տես, խնդիրը կարելի է։ Որտեղ զայրացակ, որ այդ թեման ասեցի, ասում եք, դες չի, հիմա մարդը ավելի բարձաբանում է մտածում, ասում է, դուք եք ասում 20 ստորագրություն կլինի։ Ուրեմն 20 ստորագրություններ կլինի, ավելի կլինի, բայց դրա համար նախադրյալներ են պետք։ Այդ նախադրյալները կառաջանան, կլինեն։ No comment, ինչպես ասում եմ, որտեղ այստեղ անհույս վիճակ է։ Հարևան երկրի հետ կապված
երեկվա հայտարարություններից երկու կողմից եւ Միացյալ Նահանգների նախագահը խոսեց եւ Իրանի, որոնց որ թե գնում են բանակցությունների։ Խնդրեմ։ Տես Անջելա, իսկապես Իրանի Իսլամական Հանրապետության կայուն եւ հանդարտ առանց ցնցումների զարգացումը, եթե տարածաշրջանի բոլոր երկրների համար շատ կարեւոր է, ապա Հայաստանի Հանրապետության համար կենսական նշանակություն ունի եւ այդ տեսակետից զարգացումները, որ գնում են իսկապես խոսեք էլի սրանից բոլորը դա են ասում։ Խնդրեմ։ Շատ բավականին հուսադրող են։ Ես կարծում եմ, որ նաեւ Միացյալ Նահանգները հասկացան, որ այնպիսի կայծակնային արագությամբ իշխանափոխություն իրականացնել Իրանի Իսլամական Հանրապետությունում, ինչպիսին Վենեսուելայում էր, դա հնարավոր չէր ու իսկապես դա շատերին էր հայտնի եւ եթե փորձեն ուժի ճանապարհով գնալ, ապա այս տարածաշրջանում կսկսի մի անկառավարելի իրավիճակ, որը ոչ մեկին պետք չի տարածաշրջանում, բայց որ շատ կարևոր է նաև պետք չի Միացյալ Նահանգներին, որտեղ այնտեղ միջանկյալ ընտրություններ են այս տարի աշնանը եւ այդ առումով նաև Միացյալ Նահանգներին դա պետք չեն։ Իհարկե, եթե հնարավորն է շատ արագ կայծակնային արագությամբ այդ հարցը լուծել, նրանք կգնային եւ հիմա շատերը հակվում են այն տարբերակին, որ խաղաղ ճանապարհով, որտեղ Իրանն էլ է պատրաստ որոշակի փոխզիջումների գնալ, մասնավորապես միջուկային ծրագրի բնագավառում, եւ դա կարծում եմ իսկապես կլինի ստեղծված իրավիճակից բավականին հանդարտ ճանապարհով լուծում։ Իրանը կանցնի նաեւ կորեանան որոշակի սանկցիաներ ըստ այդ կանխատեսող համաձայնության, որը կբերի հնարավորության, որ Իրանը նաև իր տնտեսական խնդիրները լուծի, որը ոչ միայն մեր բարեկամ ու հարևան Իրանի համար է նպատակահարմար, այլև մեր համար, եւ արդյունքում այն կոնֆլիկտը, որը ծնվել էր կարելի ասել Իրանի եւ Իսրայելի միջև եւ որին միջամտեց Միացյալ Նահանգները, չի տա այն արդյունքը, որ ակնկալում էր Իսրայելը եւ ավելի նպաստավոր կլինի եւ Իրանի տևական զարգացման համար, որտեղ ինքը կազատվի այդ սանկցիաներից, եւ մեր համար որպես հարևան ու բարեկամ երկիր, որը կունենա իր թիկունքին դաշնակից։ Բայց այս տեսակետից կարծում եմ շատ հատկանշական է այն հիմար քաղաքականությունը, որ այս իշխանությունները վարեցին Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ, այս ամբողջ անկախության տարիների ընթացքում Իրանը միշտ եղել է Հայաստանի Հանրապետության կողքին իր ամենածանր Հայաստանի Հանրապետության համար ամենածանր օրերին։ Եվ տես ինչ տեղ ունեցավ։ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը Հայաստանի Հանրապետությունում ասեց խոսքեր մեր իշխանությունների, ոչ թե ժողովրդի կամ պետության հասցեին, որը իսկապես շատ ուսանելի է։ Ինքը ասեց, որ այն վարքագիծը, որ այսօր դրսևորվում է իշխանությունների կողմից, երբեք չի մոռացվելու Իրանի կողմից։ Եվ ես կարծում եմ, սա եւս նպաստավոր իրավիճակ ստեղծի, եւ որ մենք իշխանափոխությունից հետո վերահաստատենք մեր սասան բարեկամությունը մեր Իրանի Իսլամական Հանրապետության պետության եւ ժողովրդի հետ, որը մեր անվտանգության բավականին լուրջ կոմպոնենտն է։ Բայց քանի որ խոսեցինք արտաքին քաղաքականության մասին, ես ուզում եմ ավելացնեմ, որ մեր այս իշխանափոխությունից հետո մենք պետք է էական վերանայում կատարենք այն այլանդակ իրավիճակին, որ ստեղծվել է այսօր մեր բոլոր ռազմավարական գործընկերների հետ, Ռուսաստանի Դաշնության հետ, պետք է վերականգնենք մեր հարաբերությունները Չինաստանի հետ, Հնդկաստանի հետ, ինչպես նաև այցի եւ Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որովհետեւ սրանք այն երկրներն են, որոնք աշխարհը տանում են դեպի բազմա կենտրոն, ոչ թե մեկ կենտրոնից ղեկավարով, այլ բազմակենտրոն աշխարհ է ձևավորվում եւ այդ բազմակենտրոն աշխարհի արդյունավետ գործունեության կարևորագույն ճանապարհները անցնում են հարավային Կովկասով եւ մասնավորապես Հայաստանի Հանրապետությամբ եւ Վրաստանով է անցնում
Իրանի Իսլամական Հանրապետությունը Ռուսաստանին կապող այդ մայրուղին, հյուսիսավոր հարավ մայրուղին եւ այստեղի դերակատարումը Հայաստանի Հանրապետության դրական կոնստրուկտիվ դերակատարումը մեծ չափով կարող է նպաստել այդ մեծ բևեռի Չինաստան, Հնդկաստան, Ռուսաստան, Իրանի Իսլամական Հանրապետությունը այդ բևեռի ձևավորմանը եւ այդտեղ ես կարծում եմ նաեւ թաքնված է մեր Հայաստանի Հանրապետության անվտանգության կարևորագույն բաղադրիչը ու ոչ միայն կարևորության, այլև տնտեսական զարգացման կարևորագույն բաղադրիչը, այսինքն իշխանապողությունից հետո մենք թերևս կշտած պետք է աշխատենք, որպեսզի վերականգնենք այն ամեն ինչը, ինչ այս անարժանները 7 տարիների ընթացքում փչացրեցին ու ոչ միայն վերականգնենք, այլև նոր շունչ հաղորդենք եւ նոր աշխարհի տրամաբանության միջավայրում կարողանանք մեր տեղը գտնենք, մեր արժանի տեղը, որը միգուցե նաև ավելի բարձր կլինի, քան այսօր մեզնից որևէ մեկը կարող է ենթադրել։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։